1935 թվականին Կապանում հիմնադրված Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը, որն այսօր քաղաքի կարևորագույն մշակութային կենտրոններից է, նոր շունչ է ստացել։ Տասնամյակներ շարունակ չվերանորոգված սանհանգույցներն ու մուտքի ամբողջ տարածքը լիովին արդիականացվել են Ֆազդ բանկի իրականացրած վերանորոգման շնորհիվ։ Թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը հիշեցնում է, շենքը նախկինում կինոթատրոն էր, սկզբնապես չէր համապատասխանում թատրոնի պահանջներին։ Քանի որ մեր թատրոնը ինքը ի սկզբանե թատրոն չի եղել, իր կառուցվածքը, մուտքի կառուցվածքն էլ էր սխալ եւ թատրոն մտնելուց միշտ առաջինը սանհանգույցն։ Մեզ համար շատ կարեւոր էր գոնե դա մի քիչ քաղաքակիրթ տեսք ունենա, եկան, քանդեցին, գծեցին, սարքեցին։ Հիմա գոնե այդ հարցով, մուտքի հարցով սանհանգույցը եւ հերթապահություն դրամարկղ ամբողջությամբ իրենց շնորհիվ կառուցվել է։ Նրա խոսքով սա բացառիկ օրինակ է, ինչպես կարող են մեծ ընկերությունները մասնակցել մշակութային կյանքին եւ իրական ներդրում անել համայնքի համար կարևոր կառույցներում։ Շատ հրաշալի նախաձեռնություն է դա։ Ես հույս ունեմ, որ դա օրինակ կծառայի այլ խոշոր ընկերությունների մշակութային կառույցներում որևէ նման գործունեություն ծավալելու համար։ Հրաշալի նախադեպ է։ Կապանի թատրոնը, որն այս տարի նշում է իր 90-ամյակը, շարունակում է ակտիվ ստեղծագործական կյանքով ապրել եւ մշտապես լեփ-լեցուն դահլիճներ ունի։ Ֆազդ բանկը շարունակում է աջակցել մշակութային վայրերին, նպաստելով, որ արվեստի օջախները համապատասխանեն արժանապատիվ ու ժամանակակից միջավայրի պահանջներին։